1993 թվականի գարնանը Հայաստանի կառավարությունը մշակել էր Զանգեզուր համալիր ծրագիրը։ Նպատակն էր ամրապնդել Ադրբեջանի սահմանակից 4 շրջաններն ընդգրկող այս ռազմավարական տարածաշրջանի պաշտպանունակությունը և զարգացնել նրա տնտեսությունը։ Մեղրին, Գորիսը, Կապանը և Սիսիանը ենթարկվում էին Ադրբեջանի հարվածներին և գրեթե ամեն օր հիշատակվում էին Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններում։ 1993 թվականի մարտի վերջին Զանգեզուր ծրագիրը քննարկելու նպատակով տարածաշրջան էր եկել կառավարական պատվիրակությունը վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ։ Նրա հետ Զանգեզուր էին եկել ծրագրի պատասխանատու նշանակված պետական նախարար Վազգեն Սարգսյանը, էկոնոմիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ֆինանսների նախարարները։ Տարածաշրջանում խնդիրները շատ էին։ Միայն Գորիսի շրջանում հրետակոծություններից հասցված վնասը կազմում էր 2 միլիարդ ռուբլի, նույնքան Մեղրիում, իսկ Կապանում ավելի շատ։ Զանգեզուր ծրագրի առաջնահերթ խնդիրներն էին առկա ճանապարհների վերանորոգումն ու նորերի կառուցումը, ռազմաինժեներական աշխատանքները, էներգետիկ և տրանսպորտային խնդիրների լուծումը։ Մեղրիի շրջանում սկսվել էր Արաքս գետի վրա կամրջի կառուցումը, որը Հայաստանը կապելու էր Իրանի հետ։ Մեկ տարի անց 1994 թվականի մայիսին կնքվեց հրադադար, իսկ Զանգեզուրի սահմաններն Ադրբեջանի հետ տասնյակ կիլոմետրերով տեղափոխվեցին։ Դժվար էր պատկերացնել, որ 2 տասնամյական Զանգեզուրի անվտանգ գոյությունը կրկին հայկական օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է դառնալու։